Ուշադրությունը սևեռված է այս պահին խոհանոց, որովհետև այնտեղ մեր հրաշագործ Ադրինեն այսօր նորից մեզ համար պատրաստելու է հիանալի ուտեստ։ Բարի լույս Ադրինեն։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս անպայման պատրաստեք համեղ սուրճ, համեղ նախաճաշ, միացեք մեզ եւ իհարկե ես պետք է ասեմ օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս այսօր կպատրաստենք համեղ լազանիա, ահա ունեմ առայժմ սեղանին դրված է 2 բաղադրիչ, լազանյան այսօր կպատրաստենք ուրեմն աղացած մսով, որը շատ համեղ եւ յուրահատուկ է դարձնում ընդհանրապես այս ուտեստը, եւ իհարկե հավելումները կանենք անպայման, այստեղ պետք է օգտագործենք տոմատի մածուկ, համեմունքներ, առատորեն այսպես համեմելու ենք այս համեղ ուտեստը եւ իհարկե վերջում այս ամենը պատելու ենք պանրով եւ տեղափոխելու ենք ջեռոց։ Այստեղ պանիր էլ պետք է օգտագործենք, թթվասեր էլ պետք է օգտագործենք։ Այսպես ընթացիկ ես ամեն բան մանրամասնորեն կներկայացնեմ ձեզ։ Հիմա ամենաառաջին հերթին պետք է խաշենք լազանյան։ Լազանյան գիտեք էլի շատ այսպես հայտնի ուտեստ է, ամբողջ աշխարհում շատ հայտնի ուտեստ է, շատ համեղ է, յուրահատուկ։ Այն պատրաստվում է մի քանի եղանակներով, տարբեր բաղադրատոմսեր ունի, կա բեշամել սոուսով, կա բոլորիս հայտնի պավլոցկի տարբերակով, որը այսօր ես կփորձեմ ներկայացնել ձեզ, այնպես որ անցանք առաջ, հիմա առաջին հերթին խաշենք այս գեղեցիկ, սա էլի սպագեցի, էլի պաստայի բաղադրիչներով պատրաստած, այսինքն բաղադրություն է, հենց պաստայի բաղադրություն է, պարզապես իր տեսակը մի փոքր տարբեր է, տարբերվում է սպագետից, մակարոնից, իր ձևով ընդամենը, բայց բաղադրությունը նույնն է։ Ահա, անցանք առաջ։ Ես մոտեցնեմ կաթսան եւ իհարկե ամենաառաջին հերթին պետք է խաշենք մեր լազանյան։ Լազանիա խաշելուց հետո պետք է ջրից հանենք եւ թողնենք մի փոքր սրբիչի վրա այն ջրքամվի։ Այս այլ է կարևոր, որ պատրաստելիս շատ հյութեղ ու թաց վիճակում չլինի լազանյան։ Ահա, այսպես։ Ես հերթականությամբ ուղարկեմ այն ջրի մեջ։ Ընդհանրապես խաշելիս սիրելիներս աշխատեք այսպիսի լայն կաթսայի մեջ խաշեք այն, որպեսզի ավելի այսպես չվնասենք լազանյան, սակայն եթե կաթսան փոքր է, միևնույն է սպագետիի նման կարող ենք լցնել կաթսայի մեջ, այն շատ արագ կփափկի, կտարածվի, սակայն այս տարբերակով շատ ավելի հարմար է։ Իհարկե խաշվելիս պետք է ավելացնենք նաև աղ, ես հենց հիմա դա կանեմ։ Յուղ պետք չէ ավելացնել, սիրելիներս, յուղ պետք չէ ավելացնել, միայն աղ։ Այսպես, ես իմ աշխատանքը այս փուլում ավարտեցի, դուք մնացեք մեզ հետ, դադար մեր եթերում, կհանդիպենք։ Եվ ինչպես ես սիրում եմ նշել, այն համեղությունները, որը պատրաստում է մեր Ադրինեն, մեր ոչ թե սուպերմարկետում, այլ սուպեր տաղավարում է, որտեղ իհարկե թագավորում է հենց ինքը Ադրինեն։ Այո, իր սուպեր խոհանոցում։ Շնորհակալություն սիրելիներս, շատ ճիշտ են գործընկերներս, մեր խոհանոցը շատ սուպեր է, որովհետև մեր գործընկեր, սուպեր գործընկերների շնորհիվ նաև այն դառնում է շատ գեղեցիկ, շատ հարուստ եւ համեղ, եւ իհարկե եւս մեկ անգամ կնշեմ, որ դուք էլ ձեր սուպեր խոհանոցներում պատրաստեք համեղ նախաճաշ եւ մնացեք մեզ հետ։ Մենք այսօր պատրաստում ենք լազանիա, ամենապարզ, հասարակ եւ ամենածանոթ բաղադրիչներով, այն պավլոցկի տարբերակով, այսինքն աղացած մսով, ես այստեղ սունկ եմ ավելացնելու տոմատի մածուկ եւ այն շատ համեղ խճողակը, որ հիմա կսկսենք պատրաստել, ուրեմն շարքով հերթականությամբ կդասավորենք մեր լազանիայի շերտերի վրա, այնտեղ կտեղադրենք թթվասեր, պանիր եւ կտեղափոխենք ջեռոց։ Ինչպես ներկայացրեցի քիչ առաջ մենք հենց լազանյաները դրել ենք ջրի մեջ, եռացող ջրի մեջ, այնտեղ աղ եմ ավելացրել, որպեսզի խաշվի։ Հիմա տեսնենք, թե ինչ վիճակում են։
Եվ իհարկե անցնենք առաջ, պատրաստենք մեր խճողակը։ Ահա, տեսեք սիրելիներս, այսպիսի տեսք են նրանք կամաց ստանում, այսինքն խաշվում են, փափկում են եւ այսպես զգուշությամբ նրանց պետք է հետևելով այնպես անենք, որ չափից դուրս էլ պետք չի որ խաշվի, որովհետեւ պետք է դեռ տեղափոխենք ջեռոց։ Սակայն ես հիմա կտեղափոխեմ իմ կաթսան, որպիսի կարողանանք միսն էլ պատրաստել այս հատվածում, ահա, այսպես, կրակի տակ կվառեմ, ահա, կարծես թե վառվեց, հա, չեմ վառել, այստեղ, այսպես, հիմա կբերեմ մեր թավան և մենք միսը կպատրաստենք։ Ամենահարմարավետ եւ ամենախորը թավան, այս իր չափերի համեմատ ահավոր թեթև, չեմ կարող ներկայացնել որքան թեթև է այն եւ հարմարավետ։ Եվ այսպես անցանք առաջ։ Ես կօգտագործեմ աղացած միս այս պարագայում, մի փոքր առաջին հերթին կներեք յուղ ավելացնեմ։ Մի փոքր ձիթայուղ, մի փոքր էլ հալած յուղ անպայման կօգտագործենք, որ ավելի հյութեղ եւ համեղ ստացվի մեր այսօրվա կերակուրը։ Այսպես։ Եվ իհարկե այստեղ ինչպես տեսնում եք արդեն ամանի մեջ սունկ եմ դրել, սունկ ենք անպայման օգտագործելու։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք սոխ ավելացնել, այսինքն ոչ թե ցանկության դեպքում ես խորհուրդ եմ տալիս անպայման սոխ օգտագործել այս ուտեստը պատրաստելիս, որ շատ ավելի համեղ ստացվի այն։ Մինչ միսը մի փոքր կտապակվի, այս ընթացքում ես սունկը կկտրատեմ, ճիշտ է դեռ շուտ է սունկը չեմ ավելացնի, մինչև միսը չտապակվի սունկը չենք ավելացնի, քանի որ մեր պարագայում սունկը մարինացված տարբերակն է։ Բայց նույնիսկ եթե թարմը օգտագործեք, սիրելիներս, սունկը ամենավերջում մի փոքր լցնում եք, արագ խառնում եք, որովհետև այն շատ ժամանակ չի խլում եփվելու համար։ Հերթականությամբ կգնանք առաջ, այստեղ համեմունքներ եմ շատ օգտագործելու, հավելումներից միայն, ավելորդ հավելումներից այստեղ սունկն է լինելու։ Այսպես։ Ահա, այսպես հերթով կտրատելով կգնանք առաջ, ես պետք է հիմա մի փոքր, ինչպես նշեցի, հալած յուղ ավելացնեմ մեր մսին, հիմա կմոտեցնեմ յուղը, հալած յուղը իհարկե օգտագործում ենք մեր էլոլա ապրանքանիշի հալած յուղը, որը շատ համեղ է դարձնում կերակուրը, հասած փորձեք, շատ կհավանեք, այսպես, և աստիճանաբար խառնելով, իհարկե ես գթալը կփոխեմ, այսպես, որպեսզի թավան չվնասեմ, Սովորաբար սիրելիներս գիտենք, որ այսպիսի ուրեմն թավաներին պետք է զգուշ լինել եւ հատուկ գթալներ օգտագործել։ Սիրելիներս, ասեմ, թե ինչ ենք անելու հետո ավելացնելու եք համեմունքները, տոմատի մածուկը եւ սունկը։ Այս պահին դեռ պետք է համբերատար սպասենք միսը տապակվի, հետո կշարունակենք միասին։ Այս պահին դադար կլինի, մնացեք մեզ հետ, կշարունակենք էլի միասին։ Եվ չմոռանանք, որ մարզումների հետ համընթաց պետք է հետևել նաև սնունդին, որտեղ դա նույնպես շատ կարևոր է, որպեսզի ստանաք այդ արդյունքը։ Իսկ այս պահին սնունդի հետ կապված տեղափոխվենք խոհանոց, որտեղ մեր Ադրինեն արդեն իսկ համեղություններ է պատրաստում։
Ադրինե։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ թանկագին հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, հուսով եմ արդեն նախաճաշել եք եւ ըմբում եք այն համեղ մեկ գավաթ սուրճը, իհարկե մեզ հետ։ Իսկ ես ասեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում, եւս մեկ անգամ կկրկնեմ մեր բաղադրատոմսը։ Օրվա առաջարկն է լազանիա։ Լազանիան մենք արդեն խաշել ենք։ Ահա ես սրբիչով այն ջրքամել եմ, դրել եմ, որպիսի հյութը քամվի եւ իհարկե այսպես էլ օգտագործելու ենք սիրելիներս, շատ համեղ լազանիա ենք պատրաստում այսօր, խճողակն ենք պատրաստում, միսը արդեն տապակված է սիրելիներս, ինչպես հիշում եք ես ասացի, շատ քիչ բաղադրիչներ ենք օգտագործելու, այսինքն միայն ունենք աղացած միս, որը տապակվել է եւ այստեղ ավելացնելու ենք սունկը, մեր մարինացված սունկը, որը իհարկե մեր գործընկերն է առաջարկում Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը ունի բազմապիսի տեսականի, թթուների, մարինացված բանջարեղենի, Իմամ Բայալդի եւ կոմպոտներ, շատ համեղ կոմպոտներ, հրաշալի կոմպոտներ, որոնք տնական համն ու հոտն են փոխանցում։ Եվ այսօր մեր ուտեստին եւս իհարկե օգնության է հասել մարինացված սունկը, որը էլի շատ հարմարավետ է օգտագործման համար եւ իհարկե շատ համեղ։ Այսպես ավելացնենք այստեղ սունկը, ավելացնենք նաեւ էլի Իջևանի գործարանի տոմատի մածուկը, այսպես, ես առատ կօգտագործեմ, քանի որ շատ համեղ է եւ այս տարբերակում էլ, երբ տոմատի մածուկը կամ լոլիկը շատ է լինում, շատ ավելի համեղ է ստացվում կերակուրը։ Մի փոքր ես կրակը իջեցնեմ, այսպես։ Եվ իհարկե պետք է հիմա խառնենք մեր համեմունքները։ Համեմունքներից սիրելիներս պատրաստել եմ ամբողջական մի փունջ, ահա հենց այս ափսեի մեջ որոշեցի մեկ անգամից բոլորը պատրաստել եւ ձեզ հերթականությամբ ցուցադրել։ Օգտագործելու ենք խմելի սունելի, սև պղպեղ, քրքում, օրեգանո, սխտորի փոշի, կարմիր պղպեղ եւ աղ, մի ամբողջական գեղեցիկ փունջ, որը շատ ավելի համեղ կդարձնի մեր կերակուրը։ Խառնենք։ Համարյա պատրաստ է մեր խճողակը, սիրելիներս, միայն մնում է մի փոքր համերը միախառնվեն եւ իհարկե սկսենք հերթականությամբ դասավորել մեր լազանյան։ Այսպես։ Իսկ լազանյան պատրաստելու համար մեզ դեռ պետք է պանիր, պանիրը օգտագործելու ենք մեր հրաշք զամբյուղից, Էլոդա Ապրանքանիշի այս հրաշք տեսականուց եմ օգտվելու սուլուգունի տարբերակը, դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած տարբերակը, այսօր մենք սա ենք օգտագործելու եւ ասեմ, որ Էլոլան ունի շատ մեծ տեսականի կատնամթերքի, հալած յուղ, պսկաթան, կատնամթերք, պանիրների տեսականի եւ այս բոլորը մեր հեռուստադիտողները կարող են ձեռք բերել խանութներից, իսկ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները իհարկե հայկական խանութներից, զգացեք բնական կաթի համը, իսկ ես կզգամ հիմա այս ծաղիկների գեղեցկությունը, Ադրինե ավելի ենք ընդգծում քո գեղեցկությունը, ուզում եմ քեզ նվիրել Lily's Flowers-ի կողմից այսպիսի գեղեցիկ փունջ, որը շատ էսպես համահունչ է քո տրամադրությանը, որովհետև դու միշտ ժպտում ես, միշտ գեղեցիկ ես, եւ այստեղ ես նաեւ տեղադրել եմ էլի արև բացիկներից, էլի ունենք, հա, Կրիստինե Պեպելյանի երգից են, քո սիրո համար իմ մայրիկ բարի ողջ աստղերը քիչ են էլի, այս բացիկը ընդունիր քո որդիների կողմից ուղղված քեզ։ Շատ շնորհակալ, դու իմ թուլությունը գտել ես, իմ թույլ կողմն է, անչափ շնորհակալ եմ։ Այս ծաղիկները քեզ այս մեկ ամսյակի հետ կապված համոզված եմ, որ չլացես Ադրինե։ Չէ։ Համոզված եմ, որ էլ ավելի համեղ կպատրաստես մեզ համար, որովհետև սա միշտ իհարկե այն ամենը, ինչ որ դու ես տեղանում ես, շատ էսպես առավոտյան հաճելի է բոլորիս համար։ Սուրեն, շատ շնորհակալ եմ, զգացված եմ, խոսքեր չկան, ամբողջ մեր անձնակազմից եմ շնորհակալ եւ իհարկե այս բոլոր գեղեցկությունը, այս ծաղիկը ես սրտանց կիսում եմ իմ հեռուստադիտողների հետ, մեր բոլորի հեռուստադիտողների հետ, մեր սիրելի հայրենակիցների, թե հայրենիքում ապրող, բնակվող
եւ թե հայրենիքից դուրս, որովհետեւ Սփյուռքի մեր հայրենակիցները մեզ շատ են գրում, շատ են գրում, որ ինչքան ուրախ են, որ մենք եթերում ենք։ Բոլորից շատ սիրում ենք եւ այս ծաղիկները կիսում ենք ձեր բոլորի հետ։ Դե քանի որ արև է դրսում եւ ջերմությունը շատ հստակ ու գեղեցիկ արդեն զգում ենք մեր մաշկի վրա, այդ ջերմությունից պետք է նաեւ արևից կարողանանք ստանալ այն էներգիան, լուսավորությունը, որը մեզ տալիս է Solar Center ընկերությունը։ Չմոռանանք, որ Solar Center-ը տեղադրում է արևային համակարգեր, ի դեպ շատ պրոֆեսիոնալ ձևով, եւ այդ ամենից կարող եք նաեւ ջերմացնել ու լուսավորել ձեր բնակարանը 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, ու եթե ցանկանում եք առաջին 3 ամիսները Solar Center-ը վճարում է ձեր փոխարեն, ի դեպ 8106։ Շատ կարճ համար է, զանգահարում եք, ստանում եք հավելյալ 5% զեղչ եւ օրվա իհարկե կարևորը մրցանակ, չգիտեմ, խաղարկություն, յուրաքանչյուր օր Solar Center-ը իր հաճախորդներին ողջևորում է մի գեղեցիկ փոքրիկ նվերով, այնպես որ հետևեք այդ խորհրդին, զանգարեք 8106 եւ չմոռանանք նաեւ այն ամենի մասին, ինչը հոգսը թեթևացնում է կանանց խոհանոցում, Տրամոնտին ընկերությունը, որը ներկայանում է խոհանոցային լայն պարագաների տեսականիով, հատուկ բրազիլական արտադրության եւ ասեմ, որ բոլոր պարագաները այնպիսի ծածկույթ ունեն, որոնք չեն վերցնում իրենց վրա թունավոր բակտերիաները, իսկ փայտից պատրաստած տախտակները պատրաստում են սեփական աճեցված ծառերից, այո, որոնք հատուկ հենց նախատեսված են հենց խոհանոցային պարագաների համար, այնպես որ սա նույնպես շատ կարևոր է, ոչ մի ծառ հենց այնպես չի դժում եւ ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի ել ավելի թեթևացնի խոհանոցում հոգսը, մեր շատ սիրելի մայրերի, քույրերի, կանանց, այնպես որ Ադրինե, ես համոզված եմ, որ այս ամենը նաև քեզ է օգնում։ Իհարկե, անշուշտ, անպայման օգնում է, ես շատ գոհ եմ, իմ գոհունակությունը հայտնում եմ եւ շնորհակալությունը, որ այսքան թեթևացել է իմ աշխատանք եւ նաեւ գեղեցկացել։ Նրանք ունեն նաեւ Տրամոնտինան ունի շատ գեղեցիկ սպասք մատուցելիս, շատ գեղեցիկ ձևով է այն մատուցում եւ կարծում եմ հենց գրավականը դրա մեջ է ուտեստի։ Շատ լավ, դու հիմա իտալական խոհանոցին ես այսօր, հա, ինչպես ասում առողջությունն ես, լազանիա ես պատրաստում։ Քո սիրելի այդ այո, ես պաստա շատ եմ սիրում։ Ես եւս շատ սիրում եմ եւ այսօր լազանյան, ահա շերտերով շարում ենք, միսը արդեն տեղադրեցինք մի շերտի վրա, մի փոքր ես այսպես թթվասեր կտեղադրեմ նաեւ մեր խճողակի վրա եւ վրան կցանենք պանիր, հետո հաջորդ շերտը այսպես հերթականությամբ շերտ առ շերտ եւ իհարկե այն կտեղափոխենք ջեռոց, բայց շատ հագեցնող, շատ համեղ, շատ օգտակար, ցերեկվա ժամի համար շատ տեղին։ Դե մենք անմիջապես եթերից հետո կփորձենք, եթե այս process-ը այսպես է շարունակվելու, հետո գնալու է ջեռոց, ես կարծում եմ կարող ենք դադար ունենալ, այո, եւ ընդունել արդեն մեր հյուրին։ Միանշանակ, ես կարծում եմ ամեն բան պարզ է, եթե որևիցե բան չհասկացաք, սիրելիներս, անհասկանալի որևիցե բան մնաց, անպայման գրեք, ես անպայման ձեզ կպատասխանեմ։ Բաղադրատոմսն էլ մենք անպայման կտեղադրենք մեր էջում։ Մնացեք մեզ հետ, այս պահին դադար ու հետո տաղավարում մենք ողջունենք մեր շատ սիրելի ու շատ տաղանդավոր հյուրին։ Մնացեք մեզ հետ։ Ահա սիրելիներս մոտեցավ ավարտին մեր այսօրվա խոհանոցային այս ուտեստի պատրաստումը եւ արդեն պատրաստ ենք մատուցման։ Սիրելիներս շատ համեղ, հագեցնող եւ գեղեցիկ ուտեստ ենք այսօր պատրաստել ենք լազանիա, աղացած մսով, պանրով, սնկով, շատ համեղ ուտեստ։ Դուք էլ փորձեք այսօր պատրաստել այս համեղ ուտեստը եւ վայելել ընտանիքի անդամների հետ։ Եվ իհարկե մաղթում եմ, որպեսզի օրը լինի շատ արդյունավետ, շատ բարձր տրամադրությամբ, քանի որ կանանց մեկ ամսյակն էլ դեռ, փորձեք ձեր յուրաքանչյուր օրը դարձնել շատ գեղեցիկ։ Տեսեք որքան գեղեցիկ հալուչել է մեր պանիրը եւ որքան ախորժաբեր տեսք ունի։ Այսպես, խնդրեմ։ Ձեզ բարի ախորժակ, լավ օր, բարձր տրամադրություն։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։